Ուրեմն մի հատ վիդեո նկարահանեցի, մերժում եմ համար 16-ին, դրանից հետո մի հատ մեծ ատակա Փաշինյանականների կողմից։ Հիմա լսեք ինձ ուշադիր։ Ես ձեզ վիրավորած կամ, որ դուք ինձ վիրավորում եք, ով ա ձեզ վաբշե այդ իրավունքը տվե, թե օրինակ եք վերցնում ձեր վարչապետից, որ կարելի է բոլորին այսպես վիրավորելով, այլանդակություններ անելով շրջել Հայաստանով մեկ։ Մեկը գրում է Բելարուսիայի եսիմինչ, մեկը գրում է քաղաքականության մեջ ես մտե բելա, չեմ մտե քաղաքականության մեջ, դաժե ցանկություն էլ չունեմ մտնելու, բայց հայրենիքիս համար սիրտս ու հոգիս ցավում է։ Զուտ դրա համար ես չեմ ուզենա, որ ինքը դալշե եղնի ու մեր Հայաստանը կամաց sense կտոր մասեմաս վարի գնա։ Ձեզ թուր է գալիս, որ այսօր արցախցիներին Հայաստանից բաժանում է, փախածներ ասեմ, իր այն կամանդից մի հատ լրփուշկեն կասմա կանգաշորեր էիք, հակե փախել էիք, այսինքն ով է դրանց վաբշե իրավունք տվել իմ հայ ժողովրդին անպատվել, բաժանել իրարից, գոռալ, որ Արցախը Հայաստան երբեք չի եղել։ Եթե պատմական հայկական հողեր այն Արցախի հողերը։ Երանի եմ տալիս այն օրվան, որ ինքը չընտրվի, ու սենց իրան ու այդ իր ավտոբուսի ժողովրդին հրապարակի մեջտեղ այսենց շարեն, չէ, չգնդակահարեն, ոչ մի բան էլ թող չանեն, շարեն ու իմ ամբողջ ազգը այսենց հերթով իրանց երեսին թքելով անցնի, այ դա իմ երազանքն է։ Մարդիկ ասում են 5000 զոհ, ասում են 5000 մատիտ փաթաթան ասարք է 5000 զոհը։ Արա թողնի 2000, ինչա քիչ են։ Հա? Թե արդեն դա հաշիվ չի, թե Արցախի համար չեն այդ տղաները զոհվել։ Այսենց ամեն մի բառը լսելով, ոնց որ մարդու սրտից արյուն գնա։ Մենակ թուրքը կուրախանա այդ իր ամեն մի ասած բառից։ Թուրքերի երազանքն է Նիկոլ վարչապետ։ Դա միայն թուրքերի երազանքն է ու թուրքանման հայերի։ Նորմալ հայը, որը որ սիրում է իր երկիրը, կյանքում իր ասած ոչ մի բառի տակ չի կարա ստորագրի ու ասի հալալա քեզ մալադեց։ Մի քանի Նիկոլապաշտ ղախպեքի էլ ասեմ, մեկը էսա հեսա, ես Բելարուսիայի չեմ է, այ ղախպի մեկը, հենց հիմա ես էլ եմ Մոսկվայում, եթե այդքան դուխ ունես, համարդ մեսենջով ինձ գրում ես, ես քո այդ Մոսկվայի մեջտեղում կհանդիպեմ ու հլատենամ ճակատից դու կարաս ասես այն ինչ որ կոմենտներում գրել ես։ Իմ հայ ժողովրդին էլ մենակ մի բան եմ ցանկանում։ Ձեզ թափ տվեք, ուղեղներդ շարժեք, մի հատ փոքր երկիր ունեք, այ ձեր բռի մեջ այդ երկիրը պահեք։ Երբեք չփորձեք շռայլել ձեր հողերը, բաժանել սրան նրան, էնել ումում թուրքերին, որոնք որ դարեդար մեզ մորթել են։